Մեկ տարուց ավելի է գրողների միության անդորը խաթարվել է, պատճառը կառավարության որոշումն է, ըստ որի դատական գործընթացներով ցանկանում են պետականացնել միությանը պատկանող շենքերը։ Այս ընթացքում արդեն 4 դատ է եղել, եւս 2-ն էլ առջևում են։ Գրողների միության նախագահը տարակուսում է, ինչու են հայտնվել թիրախում եւ ինչու են ստիպված անորոշ քաշքշուկներով վիճարկել իրենց սեփականության իրավունքը։ Լավ, այս մեր երկու միությունները ինչու հանկարծ հայտնվեցին այդ հարվածի տակ եւ հիմա ասենց անորոշ քաշքշվում են ամիսներ եւ մենք դատավարություններից տեսնում ենք, որ հայցերը, որոնք մեր նկատմամբ են եւ նաեւ նկարիչներինը նույնը, շատ անճշտություններով, այսպես ասած, կամային արտահայտություններով, կարծես թե հրահանգ կատարել էլի, հրահանգավորվել է։ Եթե մասնավորեցնենք, ապա կհասկանաք, որ խնդիրը միայն Բաղրամյան 3 հասցեում գտնվող գրողների միության շենքը չէ, վիճարկում են նաեւ գրողների Սևանի եւ Ծաղկաձորի ստեղծագործական տները։ Միությունում ընդվզում են այդ շենքերը պետության սեփականությունը չեն, դրանք կառուցվել ու պահպանվել են գրողների հոնորարներով եւ մասնավոր միջոցներից ստեղծված հիմնադրամներով։ Դատախազության պաշտոնյանը հայտարարում դատարանում, որ մեր շենքը կառուցվել է որպես բնակելի շենք։ Ես հենց դատարանում ասի ոնց է ինչ բնակելի, ինքնահա սկզբից բնակիչներ են ապրել, ես էլ ասացի, թե որ այդպես է բնակիչների մի հատ գտնենք ովքեր են բնակիչները, իրականությունը որն է։ Մենք ամբողջ գրական թերթում նյութերը տվեցինք, որ 50 թվականին է կառուցվել հատուկ գրողների միության համար եւ 51 թվականին արդեն գրողների միությունը այդտեղ գործել է։ Անգամ Ավետիք Իսահակյանն նախաձեռնող է։ Գրողները ընդհանուր ժողով են գումարել, առաջարկել կառավարությանը համաձայնագիր ստորագրել, որով կպարտավորվեն երբևէ չվաճառել շենքերը, պատմում է Միլիտոնյանը։ Ես դիտարկում եմ որպես խտրականություն մեր հանդեպ եւ չգիտեմ ինչից ելնելով այսպես շարունակվում են այս դատերը։ Վարչապետ Փաշինյանը ասաց, որ մեր նպատակն ու մտահոգությունը որ շենքերը չվաճառվեն, բայց դրանից հետո մենք ասենք, որ ընդհանրապես ոչ վաճառքի նպատակ ունենք եւ պայման ենք ընդունում, որ չվաճառվեն։ Այդպիսի պայման մեր կանոնադրության մեջ եղել է։ Ոտնահարվում են իրավունքները, նեղսրտում են գրողները։ Հարցնում այդ ինչպես եղավ, որ կենտրոնացան հենց իրենց վրա։ Թե ինչ ապագա է սպասվում ստեղծագործական այս միությանն ու գույքին, առաջիկա դատավարությունները թերևս ցույց կտան։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։